Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում, ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Նա հայտարարել է, Հարավային Կովկասը գտնվում է պատմական փոփոխությունների փուլում եւ անհրաժեշտ է ձևավորել կայուն եւ անվտանգ տարածաշրջանային միջավայր։ Փաշինյանը ընդգծել է, Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, տնտեսության, անվտանգության եւ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտներում։ Վարչապետը նշել է, տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը մեծապես կախված են միջազգային գործընկերների ներգրավվածությունից։ Նա նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, նշելով, որ դրանք կարող են անմիջական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի անվտանգության վրա։ Փաշինյանի խոսքով Հայաստանը շարունակելու է վարել հավասարակշռված եւ համագործակցության վրա հիմնված արտաքին քաղաքականություն։ Հայաստանի դատարանը արդարացրել է Գագիկ Ծառուկյանին, նրան ճանաչելով անմեղ ընտրակաշառքի գործով։ Դատարանը հայտարարել է, որ նա անմեղ է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված մեղադրանքի շրջանակում։ Միաժամանակ գործով մյուս մեղադրյալը Սեթրակ Արուստամյանը ճանաչվել է մեղավոր նույն հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ։ Դատավորի խոսքով մեղադրանքի ապացույցները բավարար չեն եղել Ծառուկյանի մեղավորությունը հաստատելու համար։ Միջազգային անկախ փորձագետների խումբ է ժամանել Հայաստան գնահատելու երկրի ժողովրդավարական վիճակը։ Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի ազգային ժողովում Սեյրան Օհանյանի գլխավորած Հայաստան խմբակցության ներկայացուցիչների հետ։ Քննարկմանը մասնակցել են նաև падգամավորներ Աննա Գրիգորյանը եւ Արթուր Խաչատրյանը։ Խմբի անդամ Քենեթ Ռոթը նշել է, որ իրենց նպատակն է գնահատել ազատ եւ անկախ ընտրությունների համար արկա պայմանները։ Առաքելությունը կապված է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության հետ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կարևոր է ակտիվացնել երկխոսությունը Եվրամիության եւ Վրաստանի միջև։ Նրա խոսքով տարածաշրջանային համագործակցությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե Եվրոպան եւ Հարավային Կովկասի երկրները պահպանեն կայուն քաղաքական կապեր։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Վրաստանը կարևոր ռազմավարական գործընկեր է, հատկապես Եվրոպայի հետ տրանսպորտային եւ տնտեսական կապերի տեսանկյունից։ Վարչապետը ընդգծել է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը հնարավոր կլինի լիարժեք իրականացնել միայն համագործակցության պայմաններում։ Եվրամիության ղեկավարները հայտարարել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները դրական զարգացում են գրանցում։ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտան նշել է, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելը կարևոր է ողջ Եվրոպայի համար։ Նրա խոսքով Հարավային Կովկասը պետք է վերածվի համագործակցության եւ տնտեսական զարգացման տարածքի։ Կոշտան ընդգծել է, այս նախագծի իրականացումը կստեղծի նոր աշխատատեղեր եւ կամրապնդի երկրների տնտեսությունները։ Արամ Ակաթողիկոսը հանդիպել է Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Աֆրամ Բ Պատրիարքի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի ազդեցությունը տարածաշրջանի քրիստոնյա համայնքների վրա։ Հանդիպմանը մասնակցել են նաև մի շարք եկեղեցական առաջնորդներ եւ միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուներ։ Քննարկվել են նաև եկեղեցիների համագործակցության եւ միջնորդական երկխոսության հարցերը։ Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը սկսել է կանոնավոր թռիչքներ Ստամբուլ-Երևան ուղղությամբ։ Առաջին չվերթը ժամանել է Զվարթնոց միջազգային օդանավակայան մարտի 11-ին։ Թռիչքները սկզբնական շրջանում կիրականացվեն ամեն օր։ Մայիսի 14-ից դրանց հաճախականությունը կհասնի շաբաթական 10-ի, իսկ հունիսի 15-ից 14-ի։ Ծրագրի նպատակն է զարգացնել ավիացիոն կապերը եւ ուղևորափոխադրումները Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Հայաստանը եւ ԱՄՆ-ն շարունակում են բանակցությունները քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շուրջ։ Նախագիծը նախատեսում է տեխնոլոգիական համագործակցություն, ներդրումներ եւ հայկական էներգետիկ համակարգի արդիականացում։ Հայաստանի իշխանությունները վստահ են, որ նման համաձայնագիրը կարող է ամրապնդել երկրի էներգետիկ անվտանգությունը։ ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված է Հարավային Կովկասում իր էներգետիկ եւ տնտեսական ներկայության ընդլայնմամբ։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, առաջիկա ընտրությունների համար քննարկվում են նոր կանոններ։ Նախատեսվում է կուսակցությունների համար անցողիկ շեմը նվազեցնել մինչև 4%։ Նախորդ ընտրությունների ժամանակ այդ շեմը կազմում էր 5%։ Միաժամանակ քաղաքական դաշինքների համար կպահպանվեն ավելի բարձր շեմեր, կախված դրանց կազմից։
Իշխանությունները նշում են, որ այս փոփոխությունները նպատակ ունեն ընդլայնել քաղաքական մրցակցությունը, սակայն ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կարծում են, փոփոխությունները կարող են հանգեցնել խորհրդարանի մասնատմանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն արդեն սկսել է առևտրային հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ։ Նրա խոսքով խաղաղությունը տարածաշրջանում պահպանվում է արդեն շուրջ 7 ամիս։ Ալիևը նշել է, Ադրբեջանը սկսել է նաև նավթամթերքների մատակարարում Հայաստան։ Այս հայտարարությունը նա արել է Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Վերջինս ընդգծել է, դա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման քաղաքական կամքի ցուցանիշ է։